Ուզում ես հարստանաս, բայց չգիտես ոնց, Phoenix Trading, անվճար թրեյդինգի ուսուցում։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Ուղղակի տեսեք, թե 2 ամսում որքան ալիքներ մենք ստեղծեցինք։ Այսօր ես ուզում եմ ձեզ ցուցադրել Phoenix Premium AI-ի աշխատանքը։ Մենք ուղղակի պետք է սեղմենք արժույթի անունի վրա և ստանանք վերլուծությունը մեր Phoenix Premium AI-ի կողմից։ Բայց մինչ այդ ասեմ, եթե դուք ընդհանրապես տեղեկացված չեք թրեյդինգից, ապա մեր ալիքում կա playlist թրեյդինգը 0-ից, դուք կարող եք դիտել այդ վիդեոները, ապա նոր տեղափոխվել այս վիդեոն։ Իդեպ ասեմ, որ մենք ստեղծեցինք bot, որի օգնությամբ դուք կկարողանաք լուծել ձեր մինիմալ տեխնիկական խնդիրները։ Ուղղակի գրում եք start և ընտրում եք ձեզ հետաքրքրող հարցերը և ստանում եք պատասխանը տեքստով և սկրինով։ Եկեք հիմա գտնենք արժույթ, որը որ trade կատարելուց հետո մենք կկարողանանք աշխատել գումար։ Եկեք։ Հիմա ես ուղղակի ուզում եմ գտնել արժույթ, որի տոկոսը որ բարձր կլինի։ Օրինակ outcad։ Հիմա այստեղ ես սեղմում եմ outcad-ի վրա։ Մեր bot-ը մեզ ասում է սպասել, այսինքն trade չկատարել, և ասեմ, այս bot-ը ստեղծված է այնպես, որ մինիմալացնի ձեր ռիսկերը։ Հիմա եկեք գտնենք արժույթ, որը որ մեզ կթույլատրի։ Եղավ մի 10 րոպե, ես ուզում եմ գտնել արժույթ, որը որ մեր ծրագիրը կթույլատրի մեզ կատարել trade և գումար աշխատել։ Բայց մեր ծրագիրը վերլուծեց և ասեց, որ այս պահին չկա լավ սիտուացիա թրեյդինգի կայքի արժույթներում, որ դու կարողանաս գումար աշխատես։ Եվ ես վստահելով ուզում եմ կատարել OTC-ի trade։ Եկեք գտնենք OTC արժույթներ և կատարենք OTC արժույթների trade։ Ահա, եկեք հիմա տեսնենք։ Ես արդեն իսկ տեսա սիտուացիա, որտեղ որ ես կարող եմ գումար աշխատել։ Եկեք։ 5 րոպե վաճառք։ Հիմա եկեք ես ձեզ ցուցադրեմ վերլուծություն։ Առաջին հերթին մենք տեսնում ենք trend դեպի ներքև, այսինքն մեր շարժումը իջնում է դեպի ներքև։ Մենք ունենք վերևում այսպիսի դիմադրության հատված, որից որ սկսվել է մեր շարժումը դեպի ներքև։ Մեր գինը միշտ ունենում է նպատակ։ Այս պարագայում մեր գինը ունի նպատակ իջնի և հասնի այս ներքևի աջակցման հատվածին։ Եվ ես հասկանում եմ, որ մեր վաճառողները ունեն մեծ շանսեր, որպեսզի իջնեն և հասնեն այս հատվածը, որը որ ես նշեցի։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչ ունենք մենք մոմային վերլուծության մեջ։ Եկեք տեսնենք, նայեք, կարմիր մեծ մոմեր։ Եվ ունեինք 2 կանաչ փոքր մոմեր։ Այս վերջին մոմը նոր հայտնվեց, բայց այնուամենայնիվ այս վերջին մոմը չի փոխում իմ վերլուծությունը։ Ես ամեն դեպքում կաշխատեմ այստեղ գումար։ Եթե ոչ միանգամից, ապա կաշխատեմ դագոնով։ Հավատացեք և կարող եք չմտահոգվել իմ համար։ Ես ամեն դեպքում կաշխատեմ գումար։ Դուք ավելի լավ է կենտրոնանաք, որպեսզի յուրացնեք թրեյդինգի կանոնները։ Ահա, եկեք հասկանանք հիմա ինչ ունենք մենք։ Ես ուզում եմ գտնել լավ հատված դիմադրության, որից որ ես կկատարեմ դա գոն։ Հիմա ես տեսնում եմ այստեղ լավ հատված։ Այս ստվերի կանգ առած հատվածը կարող է լինել լավ հատված և ես կարող եմ կատարել դա գոն, բայց ես ուզում եմ մի քիչ ժամանակ տալ այս մեր առաջին գործարքին, քանի որ հասկանում եմ, հնարավոր է, որ հիմա գինը իջնի ներքև և մենք ամեն դեպքում վերցնենք պլյուսը։ Ամեն դեպքում մենք կվերցնենք մեր պլյուսը, բայց թե կվերցնենք միանգամից, թե մի փոքր ուշ, դա կտեսնենք այս վիդեոյի ընթացքում։ Հիմա ես ուզում եմ գտնել լավ հատված, որից որ կկատարեմ դագոն, եթե մեր մոտ չստացվի միանգամից աշխատել գումար։ Ահա, ես տեսնում եմ հիմա լավ հատված, որից որ ես կարող եմ 1 րոպեով կատարեմ վաճառք և վերցնեմ պլյուսը։ Եթե նույնիսկ հիմա չստացվի, մենք վերևում նույնպես ունենք հատված։ Եկեք ես ձեզ ցուցադրեմ այն հատվածը, որը որ ես տեսա։ Ահա, այստեղ կա հատված։ Հատվածը մենք նշում ենք մոմերի ստվերների և մարմինների կանգ առած կետերով։ Ահա, կարող եք տեսնել, որ կան շատ կանգ առած կետեր, և այս կանգ առած կետից ես կատարեցի վաճառք 1 րոպեով։
Ինչու ես կատարեցի վաճառք 1 րոպեով, սիրելի տրեյդերներ ջան, քանի որ ես տեսա, որ շարժումը ահավոր ծևի արագացել է։ Այս վերջին մոմի մեծությամբ ես հասկացա, որ մենք ունենք շատ արագ շարժում։ Եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ։ Վերջին պահին որոշեց բարձրանա վերև, հա։ Ուզում ես փակել ինձ մինուս։ Տեսնենք։ Նայեք, երբ որ մեր քինը որոշում է ինձ փակել մինուս, իմ համար սա շատ լավ սիտուացիա է, որպեսզի ես աշխատեմ գումար։ Ուղղակի ինձ պետք է լավ հատված, որից որ ես կկատարեմ վաճառք եւ կաշխատեմ գումար։ Այս պարագայում ես 2 րոպեով կատարում եմ վաճառք։ Ես լիարժեք վստահ եմ իմ գիտելիքների վրա, եւ եթե նույնիսկ ինձ ուզում է փակել այս trading-ի գրաֆիկը մինուս, ես ամեն դեպքում կփակվեմ պլյուս եւ կցուցադրեմ ձեզ իմ վերլուծությունը trading-ում։ Ես լիարժեք վստահ եմ իմ գիտելիքների վրա եւ նույնիսկ եթե ես կատարում եմ դագոն եւ փակվում եմ մինուս, ես վստահ եմ, որ այնուամենայնիվ ես կփակվեմ վերջում պլյուս։ Հիմա ամենակարևորը, ինչ խորհուրդ ես կուզենայի տալ ձեզ, իմ շատ սիրելի տրեյդերներ ջան։ Դուք պետք է լինեք միշտ կարգապահ։ Ձեր trading-ի պրակտիկայում դուք պետք է լինեք կարգապահ։ Ինչու եմ ասում, կարգապահությունը շատ կարևոր է trading-ում։ Հիմա նայեք։ Դուք կարող եք գիշեր-ցերեկ զբաղվել պրակտիկայով։ Եթե դուք ուզում եք պարապացնել ձեր վերլուծությունը, ապա կարող եք ինչ-որ չափով չպահել կարգապահություն, բայց եթե դուք ուզում եք ձեռք բերել կարգապահություն, որը որ շատ կարևոր է մեր trading-ի գործարքները պլյուսով փակելու մեջ, ապա ձեզ հարկավոր է, որպեսզի դուք ճիշտ կատարեք ձեր գործարքները, այսինքն չկորցնեք 5%-ից ավել օրեկան։ Եվ հիմա ես ձեզ կպատմեմ մի պատմություն, որը որ ինձ թվում է, որ դուք կհասկանաք ձեր իսկ օրինակով, եթե դուք անընդհատ զբաղվում եք trading-ով եւ ձեր մոտ չի ստացվում։ Մենք ունենք մի մարդ, մենք փակվեցինք պլյուս։ Ուրեմն, ես ուզում եմ պատմել այս պատմությունը, բայց շեղվեցի մեր գործարքի վրա։ Մենք ունենք մի մարդ, ով որ ուզում է գնալ եւ մի տարօրինակ քաղաք հասնել։ Եկեք ես մի անգամ էլ կատարեմ վաճառք 5 րոպեով եւ վերջապես պատմեմ ձեզ այդ պատմությունը։ Ուրեմն, մենք ունենք մի մարդ, ով որ ուզում է գնալ եւ հասնել մի տարօրինակ քաղաք։ Եվ ոչ մի ցև չի կարողանում գտնել այդ քաղաքը։ Ճանապարհին հանդիպում է մի մարդու, մի ծեր մարդու, ով որ մոտավորապես այդ քաղաքին մոտ է ապրում։ Նա նստած է իր մեծ եւ ուժեղ ձիու վրա, այդ մեր գլխավոր հերոսը, որը որ ուզում է գտնել այդ քաղաքը, ունի շատ ուտելիքներ, ջուր եւ այլն, այսինքն նա պատրաստված է։ Ուզում է գտնել այդ քաղաքը ամեն կերպ։ Գնում եւ հասնում է մի ծերունու։ Այդ ծերունին մոտավորապես այդ հատվածներում է ապրում եւ կկարողանա նրան օգնի իր պատկերացնելով։ Նա հարցնում է այդ ծերունուն. Ծերունի ջան, ո՞նց ես կարող եմ գտնել այս տարօրինակ քաղաքը, որի մասին որ այդքան խոսում են։ Ծերունին ասում է. դու պետք է գնաս այս ուղղությամբ եւ ցույց է տալիս աջ կողմը։ Այս մարդը ասում է. Պրոբլեմ չկա, դու ճիշտ ես ասում, բայց ես այնուամենայնիվ կգնամ այս մյուս ուղղությամբ, այսինքն դեպի ցախ։ Ծերունին ասում է. ինչու ես գնում այդ ուղղությամբ։ Ես քեզ ասում եմ կարճ ճանապարհը հասնելու այդ քո ուզած քաղաքին։ Ինչու ես դու գնում ուրիշ ճանապարհով եւ ուզում ես հեռանաս այդ ճիշտ ճանապարհից։ Մեր գլխավոր հերոսը ասում է. մի մտածիր իմ մասին, իմ ցին շատ ուժեղ է եւ դիմացկուն, ես ամեն դեպքում չեմ կորի։ Ծերունին ասում է. լավ, հարց չկա, բայց քաղաքը այն մյուս կողմն է։ Մեր գլխավոր հերոսը ասում է. ես հասկանում եմ, բայց ես ունեմ լիքը ուտելիքներ, լիքը ջուր եւ այլն, եւ ես կկարողանամ գոյատևել։ Այս մարդը զարմանում ասում է. ես ուրախ եմ, որ դու ունես ուժեղ ցի, շատ ուտելիքներ, բայց հասկացի, եթե քո ցին շատ ուժեղ է, քո ուտելիքները շատ են, եւ դու գնում ես հակառակ ուղղությամբ, դու միայն ու միայն հեռանալու ես այդ ճիշտ ճանապարհից։ Այսինքն հիմա սա ձեր խնդիրն է։
Երբ որ ես ձեզ ասում եմ զբաղվեք թրեյդինգով կարգապահությամբ, դուք կարող եք պատասխանել կամ մտածել, որ մի վարքյան հիմա ես թագոն կատարեմ, դուք կարող եք մտածել, ես ունեմ փողեր, այդ $20 որ կորցնեմ, դա խնդիր չէ։ Ես ասում եմ լավ, բայց թրեյդինգը սովորելու համար ձեզ պետք է կարգապահություն։ Նույնը ձեր պարագայում, այսինքն դուք պետք է ճիշտ զբաղվեք թրեյդինգով, ձեզ պետք է ճիշտ պրակտիկա, դուք չպետք է կուրորեն մտնեք և զբաղվեք թրեյդինգով, կատարեք անիմաստ գործարքներ, անիմաստ տագոններ և այլն, դուք պետք է կատարեք գործարք ձեր համար ամենականխատեսելի սիտուացիաները, դուք պետք է հասկանաք, որ պետք է օգտագործեք այնպիսի գումար, որի կորուստը ձեր վրա շատ թանկ չի նստի։ Այսինքն դուք չպետք է օգտագործեք վարկով գումար, պարտքով գումար և այլն, դուք պետք է օգտագործեք ձեր սեփական գումարը, բայց այն գումարը, որը որ ձեր համար շատ կարևոր չէ։ Իհարկե ես հասկանում եմ, որ գումարը միշտ էլ կարևոր է լինում, բայց դուք պետք է օգտագործեք այն գումարը, որը որ ձեր համար այդքան կարևոր դեր չունի այդ պահին։ Հիմա մենք այստեղ գնացինք մինուս և ուղղակի տեսեք, որ ոչ միայն ես պլյուսներ եմ միշտ տալիս, այլ ես կարող եմ տալ նաև մինուսներ։ Եկեք, հիմա մենք նենց կանենք, որ մեր թրեյդինգի կայքը ուղղակի կփոշմանի, որ մեզ փակեց մինուս։ Այսինքն իմ պարագայում, երբ որ ինձ փակում են մինուս, ես ուրախանում եմ, ճիշտ եմ ասում, ես ուրախանում եմ։ Նախ առաջինը, ես ձեզ կցուցադրեմ, որ տեսեք իմ մոտ միայն պլյուսներ չեն, և տեսեք, թե ինչպես հնարավոր է դուրս գալ վատ մինուսավոր սիտուացիայից։ Դրանից բացի, ես ավելի շատ եմ աշխատում, երբ որ ես մինուս եմ գնում, քանի որ ես կատարում եմ թագոն ավելի մեծ գումարով և իմ շանսերը պլյուս փակվելու ավելի են շատանում։ Քանի որ ես ձեզ բացատրել եմ, որ երբ որ մեր քննորդները ավելի ու ավելի շատ են բարձրանում, հավանականությունը, որ վաճառողները կտան նրանց գլխին և կիջեցնեն ներքև, ավելի է շատանում, և դուք դա պետք է հասկանաք, երբ որ դուք օգտագործում եք թագոն, այսինքն դուք մինուս փակվեցիք և օգտագործում եք թագոն, ձեր շանսերը պլյուս փակվելու ավելի են շատացել, ուղղակի դուք դա չեք հասկացել։ Եթե դուք կարողանաք վերջապես ճիշտ տիրապետել թրեյդինգին, դուք կաշխատեք գումար, այսինքն հարստության շեմը ձեր առաջ է, ուղղակի դուք պետք է աշխատեք։ Ես կորցրել եմ 156 բալանս թրեյդինգում։ Ես ուզում եմ ուղղակի հաշվել 2 տարի, թե 2 տարուց ավել ես միայն կորցրել եմ թրեյդինգում։ Եղել է, որ աշխատել եմ, բայց այնքան քիչ, որ նույնիսկ իմ աչքին չի էլ երևացել այդ աշխատածը, բայց 2 տարուց ավել ես ուղղակի կորցրել եմ 156 բալանս։ Թե դա ինչքան գումար է, ես գիտեմ, բայց նույնիսկ չեմ էլ ուզում ասել։ Մեծ գումար է։ Եվ մենք իհարկե փակվում ենք այստեղ պլյուս։ Եկեք ես ուզում եմ այնուամենայնիվ աշխատել այստեղ ավելի շատ գումար։ Հիմա մենք հասանք լավ հատվածի, հիմա ես տեսնեմ, եկեք հիմա ես ուզում եմ նշեմ, եկեք $700, 5 րոպեով վաճառ։ Եվ մինչ մեր գործարքը կավարտվի, եկեք ես ձեզ ցուցադրեմ իմ տելեգրամյան ալիքները։ Մենք ունենք նոր ստեղծված ծրագիր օգնություն, որը որ մեր նորեկները կարող են մտնել և իմանալ, թե ինչպես համալրել գումար Pocket Option-ում, ինչպես կանխիկացնել, ինչպես միանալ փակ ալիքին։ Օգնական ծրագրերի վիդեոները մենք ունենք 2 օգնական ծրագիր։ Առաջինը OTC արժույթների համար, երկրորդը սովորական TradingView կայքի արժույթների համար և կան վիդեոները։ Դուք կարող եք տեսնել մեր դիտորդների արդյունքները, կարող եք ձեր արդյունքները ուղարկել, եկեք տեսնենք մեր դիտորդների արդյունքները։ Ահա, մենք ունենք
այսպիսի դիտորդների արդյունքներ, մի զարմացեք, ես միշտ լայքում եմ իմ դիտորդների արդյունքները, քանի որ իսրտե ուրախանում եմ նրանց արդյունքներով։ Մենք մի քանի օր է ինչ բացել ենք այս արդյունքների ալիքը, բայց արդեն շատ կան արդյունքներ։ Սա մեր բաց տելեգրամյան ալիքն է, որտեղ որ ես ամեն օր կիսվում եմ ձեր հետ նորություններով։ Հիմա կասեք ինչ նորություններ, տարբեր, թե իմ փակված գործարքները, թե իմ վիդեոները, թե ընդանուր թրեյդինգի նորություններով եմ ես ձեր հետ կիսվում։ Եթե ուզում եք միշտ տեղեկացված լինել, ապա անպայման բաժանորդագրվեք նաև այս մեր բաց տելեգրամյան ալիքին։ Սա մեր VIP ալիքն է։ Եթե ուզում եք հայտնվել այս ալիքում եւ ստանալ 2 օգնական ծրագիր, որոնք որ ունեն իմ գիտելիքները, ապա դուք պետք է կատարեք 2 պայման։ Ինչ պայման հիմա կասեք։ 2 փոքրիկ պայման։ Առաջինը, դուք պետք է գրանցվեք Pocket Option կայք մեր հղումով, որը որ ապիսանիայի բաժնում է եւ բաց տելեգրամյան ալիքի ամրացված հաղորդագրության մեջ եւ ձեր բալանսին համալրեք ընդամենը չնչին $20։ Ես դրել եմ $20, որ դա լինի հասանելի ամեն մարդու, նույնիսկ շատ քիչ գումար աշխատող մարդու։ Այդ ամեն ինչը կատարելուց հետո ինչպես կարող եք դուք ստանալ մուտք մեր հակ տելեգրամյան ալիք։ Հիմա ձեզ ասեմ։ Սեղմելով այս աջ կողմի ավատարկի վրա, դուք կտեսնեք ձեր ID-ի թվերը, ինչ եք անում դուք։ Դուք սեղմում եք մեր այս Phoenix օգնական ծրագրի վրա, ստարտը տալուց հետո դուք սեղմում եք ինչպես միանալ փակ ալիքին։ Եվ այստեղ կա այդ պայմանները։ Դուք ուղղակի գրում եք այդ թվերը ձեր ID-ի եւ ուղարկում եք այս բոտին։ Մեր admin-ը ստուգում է, եթե դուք կատարել եք պայմանները, ձեզ կտան հղումը դեպի մեր փակ տելեգրամյան ալիք եւ դուք կկարողանաք օգտագործել մեր 2 ծրագրերը։ Ահա։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում այստեղ։ Հիմա ինչ-որ մեկը կասի, ահա վերջապես Պավլեն կգնա մինուս եւ կկորցնի իր բալանսը։ Իմ բալանսը ես կկորցնեմ։ Իհարկե ես կկորցնեմ իմ բալանսը։ Եկեք կորցնենք մեր բալանսը, իմ շատ սիրելի դիտորդներ ջան։ Հիմա ես կատարում եմ դագոն այսպիսի գումարով։ Խնդրում եմ չկրկնել, քանի որ սա շատ ռիսկային թրեյդինգ է։ Եվ դուք պետք է կատարեք շատ կարգապահ գործարքներ։ Բայց իմ պարագայում ես կարող եմ կատարել ռիսկային գործարքներ։ Ինչու եմ ես կարող կատարել, իսկ դուք ոչ։ Կա մի քանի պատճառ, ասեմ իմանաք։ Առաջին պատճառը դա այն է, որ ես ունեմ փորձ։ Դա ամենակարևոր պատճառն է։ Երկրորդ պատճառը դա այն է, որ ես ունեմ արդեն իսկ աշխատած գումար թրեյդինգ։ Մենք փակվեցինք այնտեղ մինուս։ Ես ունեմ արդեն իսկ աշխատած գումար։ Նույնիսկ եթե ես կորցնեմ իմ բոլոր գումարը, այս բալանսի գումարը, որը որ քիչ հավանական է, ասեմ իմանաք, շատ քիչ հավանական է, ես այնուամենայնիվ ունեմ գումարներ, կարող եմ համալրել եւ աշխատել։ Եվ ասեմ իմանաք, դուք եթե ձեր վերջին գումարն եք գցում, դուք պետք է լինեք մաքսիմալ կարգապահ։ Եթե սա իմ վերջին գումարը լիներ, ես հնարավոր է որ օգտագործեի իմ բալանսի, ասենք 1 կամ 2%-ը։ Եթե իմ վերջին գումարը սա լիներ, ես կլինեի մաքսիմալ կարգապահ։ Եվ դուք պետք է հասկանաք, որ դա ձեր գումարն է եւ այդ գումարը դուք հաստատ հեշտությամբ չեք աշխատել։ Նենց որ դուք պետք է լինեք շատ լուրջ տրամադրված թրեյդինգում։ Եթե դուք թրեյդինգին վերաբերվեք անլուրջ, ապա կպատժվեք միանշանակ։ Ես վստահ եմ, որ կպատժվեք։ Հիմա մենք աշխատեցինք այսքան գումար։ Նայեք, սա է մեր գործարքների պատմությունը, իհարկե այդքան գեղեցիկ չստացվեց այսօր, բայց այնուամենայնիվ ես ձեզանից թաքցնելու բան չունեմ։ Եթե մարդ կա, որ կասկածում է սա դեմո գումար է, եկեք ես հիմա մի հատ թարմացնեմ այս մեր էջը։ Եկեք հիմա ես ցուցադրեմ իմ կանխիկացման եւ համալրման պատմությունը, եկեք։
Ահա, նայեք, ուրեմն մի քանի օր առաջ ես այս իմ նոր ակաունթում կատարեցի $3000 համալրում։ Եկեք տեսնենք դեպոզիտներ, ահա, կա 2 դեպոզիտ, կանխիկացում դեռ չկա, քանի որ սա նոր ակաունտ է։ Եկեք տեսնենք, $3000 եմ ես կատարել համալրում և ունեմ արդեն այսքան գումար։ Չգիտեմ, ինքներդ որոշեք շատ է թե քիչ է, այնուամենայնիվ ես գոհ եմ իմ արդյունքից և խորհուրդ կտամ ձեզ ուղղակի հետևեք այս ալիքին և փորձեք ճիշտ ձևի սովորեք թրեյդինգը։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից, եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր և հաջողություն։